Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր պատրաստելու ենք ավանդական հայկական ուտեստ խաղողի թփով տոլմա։ Սա մեր ընտանիքում շատ սիրված ուտեստ է եւ այսօր սիրով կկիսվեմ նաեւ իմ բաղադրատոմսով։ Ովքեր ինձ հետևում են, արդեն գիտեն, որ Նարեի խոհանոցում են, իսկ ովքեր դեռ չեն հետևում իմ ալիքին, կխնդրեի նաև բաժանորդագրվել, ձեղվել զանգակի կոճակը եւ հավանել, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ եւ հայկական բաղադրատոմսեր։ Պատրաստի տոլման շատ համեղ եւ պուրավետ է ստացվում, հյութալի, անպայման փորձեք այս բաղադրատոմսով հարգելիներս։ Սկզբի համար պատրաստելու ենք լցոնը, մեզ աղացած միս է պետք, ես վերցրել եմ տավարի միս, ավելացնելու եմ կարագ, որպեսզի ավելի հյութալի լինի, կարող եք ավելացնել նաեւ խոզի աղացած միս ձեր ցանկությամբ, ավելացնելու եմ բրինձ, կտրատված մանր սող եւ հավեմունքներ, մի լավ կշաղախենք միսը եւ կսկսենք փաթաթել։ Խաղողի տերևները նախապես խաշում եմ, որպեսզի մի փոքր փափկի, կպատրաստենք լցոնը եւ կփաթաթենք։ Հետևեք հարգելիներս եւ կտեսնեք ինչպես եմ այն պատրաստում։ Բաղադրատոմսը մանրամասնորեն կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, հարցերի դեպքում անպայման կպատասխանեմ։ Ինչպես տեսակ հարգելի հետևորդներ, յուրաքանչյուր թփի մեջ դրեցի լցոնը, գեղեցիկ փաթաթեցի, ահա վերջնական տեսքը, տոլման շարել եմ կաթսայի մեջ, վրան ավելացնում եմ ջուր եւ դնելու եմ կրակին, դանդաղ եփվի։
Պատրաստի տոլման շատ համեղ է բուրում և հյութալի է ստացվում հարգելի հետևորդներ, անպայման պատրաստեք այս բաղադրատոմսով։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, միացեք նաև իմ ալիքին ավելի շատ հայկական և տնական ուտեստներ տեսնելու համար։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, առողջ մնացեք, հաճելի տոնական օրեր եմ ցանկանում ձեզ։ Ձեզ հետ կրկին Նարէն էր, առողջ մնացեք, հաջողություն։